Հայաստանում Իրանի դեսպանատունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցում հստակեցվում է, որ բողոքի ակցիաները Իրանում պայմանավորված են եղել առևտրային գործունեության, գնողունակության և տնտեսական անվտանգության վրա արժույթի տատանումների բացասական ազդեցությամբ։ Ցույցերի մասնակիցները պահանջել են շուկայի կայունության վերականգնում, տատանումները զսպելու արդյունավետ միջոցներ։ Ըստ հաղորդագրության հավաքները ի սկզբանե ունեցել են խաղաղ բնույթ։ Իրանի դեսպանությունը հորդորում է զգուշավորությամբ և ճշգրտությամբ հստակ տարանջատել օրինական, լեգիտիմ խաղաղ բողոքը անկարգություններից կամ բռնի գործողություններից։ Արձանագրվում է, որ խաղաղ ակցիաներն արտաքին միջամտությունների հետևանքով վերածվել են բռնությունների և իրավապահների հետ զինված բախումների, և այդ գործողությունները որևէ կապ չեն ունեցել ցուցարարների օրինական տնտեսական պահանջների հետ և չեն արժանացել հասարակության մեծամասնության աջակցությանը։ Պարզաբանվում է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ երկխոսության կառուցողական համագործակցության և տնտեսական ու սոցիալական օրինական մտահոգությունները օրինական միջոցներով քննարկելու սկզբունքներին, բայց վճռական է կանխելու բռնությունը, ահաբեկչությունը կամ արտաքին ուղղորդմամբ ապակայունացման նպատակով բողոքի խաղաղ ցույցերի չարաշահումը։ Միջազգային մամուլն արձագանքում է, որ ԱՄՆ-ն Իրան ծայրահեղ լարված հայտարարությունների բնույթը աստիճանաբար փոխվում է։ Վերջին օրերին, սակայն, թվում էր, թե Իրանի վրա հարձակումը ժամերի ու րոպեների հարց է։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի իշխանություններն այլևս չեն պլանավորում մահապատժի ենթարկել ցուցարարներին, բայց մինչև այդ նա զգուշացնում էր, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշեն բողոքի ցույցերը և թույլ տան մարդկային զոհեր։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ: Նախագահը և նրա թիմը Իրանի ռեժիմին հայտնել են, որ եթե սպանությունները շարունակվեն, կլինեն ծանր հետևանքներ, և նախագահը հաղորդագրություն է ստացել, ինչպես նա երեկ հայտնեց ձեզ բոլորիդ և ամբողջ աշխարհին, որ սպանություններն ու մահապատիժները կդադարեն։ Եվ նախագահն այսօր հասկանում է, որ երեկ նախատեսված և ենթադրաբար տեղի ունենալիք 800 մահապատիժները դադարեցվել են, և այսպես նախագահը և նրա թիմը ուշադիր հետևում են այս իրավիճակին, և բոլոր տարբերակները մնում են նախագահի սեղանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին մեղադրել է ԱՄՆ-ին փաստերի միտումնավոր խեղաթյուրման և իրավիճակը Իրանում սրելու փորձերի համար։ Նա վստահեցրել է, որ ագրեսիայի ցանկացած փորձի կտրվի համարժեք պատասխան։ ԱՄՆ ռեժիմը և նրա հանցակիցները, մասնավորապես Իսրայելի ռեժիմը, չեն կարող խուսափել իմ երկրում թափված անմեղ պատասխանատվությունից։ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ 12-օրյա ագրեսիայի պատերազմի միջոցով չկարողանալով հասնել իրենց նպատակներին, նրանք այժմ փորձում են նույն նպատակներին հասնել քաղաքական անկայունության, ներքին անկարգությունների և քաոսի միջոցով։ Այս ռազմավարությունը հիմնված է զոհերի թվի ավելացման, կեղծ և ուռճացված թվերի տարածման և արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու վրա։ Գարդիանը գրում է, որ ԱՄՆ-ի մերձավոր արևելյան դաշնակիցները կարծես կարողացել են համոզել Դոնալդ Թրամփին առայժմ զերծ մնալու Իրանի դեմ ռազմական հարձակումից։ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան և Օմանը Թրամփին Իրանի վրա չհարձակվելու կոչ են արել, քանի որ խոշոր ու անլուծելի հակամարտության մեջ կներքաշվի ողջ Մերձավոր Արևելքը։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։